Եկեք նստեք այստեղ իմ կողքին, որը ես կասեմ մի պատմություն, որը պարզ է թվում, բայց դա կարող է փոխել ձեր մտածելակերպը, դա դատարկ խոստում կամ կախարդական բանաձև չէ։ Դա մի մեթոդ է, որը գերակշռում է հազարամյա մշակույթները սերունդների համար, տարբերությունը փոքր սովորությունների մեջ է, նրանք, ովքեր կարգապահությամբ մշակում են, միտքը վերափոխում են որպես այգեպան, եթե ցանկանում եք ստանալ հստակ գաղափարներ, առանց չափազանցության կամ տեսարանների, հետևեք այս ուղին։ Շատերը կարծում են, որ հետախուզությունը նվեր է, ոմանք ծնվում են դրա հետ, մյուսները ոչ, բայց ճշմարտությունը տարբեր է, միտքը ճշգրիտ գործիք է, եթե թույլ եք տալիս, որ նա ժանգը կորցնում է շարանը։ Եթե ամեն օր կտրուկ է, ապա դա ցանկացած մարտահրավեր է նետում, ոմանք իրենց մտավոր ունակությունն են ծախսում բողոքների, շեղումների եւ աննկատ խոսակցությունների վերաբերյալ։ Մյուսները նրան ուղղորդում են այն, ինչ իրականում կարևոր են, եւ այդպիսով ամեն օր ուժեղանում են, պապս ասում էր։ Միտքը նման է դաշտի, եթե դա չունես, անտառները ստանձնում են, նա պատերազմից վերադառնում էր ոչ մի բանի, բացառությամբ ամեն շաբաթ մի փոքր բարելավելու որոշման։ Լիան գրել է, արտացոլվում է, տարիներ անց նրան որոնում էին սեջես, եւ գիտնականները խորհուրդներ որոնելու համար, ժամանակակից գիտությունը հաստատում է, ուղեղը զարգանում է այնտեղ, որտեղ մենք ստեղծում ենք ռեժիմ, մի փոքր պրակտիկա, որը հաճախ կրկնվում է, թուլությունները վերածում է ուժի, հետախուզությունը հանկարծ չի առաջանում։ Այն աստիճանաբար կառուցում է իրեն որպես բարդ հետաքրքրություն, եւ արդյունքը ավելի արագ է թվում, քան մենք պատկերացնում ենք։ Ավելի կտրուկ մտքի առաջին քայլը կասկածի տակ է, ինչու, առավելագույնն ապրում են ավտոմատ, կրկնելով ուրիշների նախշերը առանց արտացոլելու, բայց երբ ինքներդ ձեզ հարցնեք. Ինչու եմ դա անում, արթնացեք քննադատական մտածողությունը, սովորությամբ մեր գործի կեսը ավելորդ է, նրանց վերացնելով մենք տեղ ենք դնում այն, ինչ իրականում կարևոր է։ Երկրորդ քայլը գրանցվելն է, ձեր գաղափարները, ծախսեր կամ պլաններ գրելիս ձեր գլուխները դուրս եք գալիս ձեր գլխից եւ պարզություն ձեռք բերում։ Ես տեսա մի պատանու, ով սկսեց ամեն ինչ գրել նոթատետրում։ Մեկ տարվա ընթացքում նա ավելի հանդարտ ու պայծառ էր, քան իր գործընկերները, որոնք կորցրեցին անկանխատեսելիության մեջ։ Երրորդ քայլը ձեր ուշադրությունը պաշտպանելուն է, ծրված միտքը թույլ միտք է, եթե վերացնում եք գոնե մեկ աղբյուր, ձեր համակենտրոնացման հզորությունը զգալիորեն մեծանում է, դա նման է լույսի, ծրված, միայն տաքանում է, կենտրոնացած, կտրեց մետաղը։ Մոտ անկանում եք մեկ շաբաթվա ընթացքում 70% խելացի լինել, սկսեք շուրջը։ Հարց, գրեք եւ ստեք, թե ինչն է գողանում ձեր ուշադրությունը, այս 3 պարզ, բայց հզոր գործողությունները մարդուն ավելի արագ են փոխում, քան ցանկացած վեհության խոսք։ Դուք ուշադրություն եք դարձնում, հարցրեց ծերունուն, կարգավորելով նրա կիպը, այսպիսով ես կբացահայտեմ մի բան, որը ակնհայտ է թվում, բայց հեղափոխում է միտքը, խոհությունը չի ամրացնում բառերով, բայց մկանների համար անհրաժեշտ է։ Հինգերորդ քայլը բոլորից սովորելն է, ծեջ չէ այն մեկը, ով գիտի ամեն ինչ, բայց ով է դասեր քաղում նույնիսկ երեխայից կամ հակառակորդից։ Ես հանդիպեցի մի տղայի, որը հաշվարկվում էր տպավորիչ արագությամբ։ Մենք ծիծաղեցինք, մտածելով, որ դա ոչինչ չի լինի, մինչև ինչ-որ մեկը նշեց, իմացեք նրա ուշադրությունից, եւ դա ճիշտ էր։ Նրա ուշադրությունը մեզ ստիպեց նկատել այնպիսի մանրամասներ, որոնք մենք ծեծի ենթարկվելու, միտքը ընդլայնվում է խոնարհությամբ, ոչ թե ամբարտավանությամբ։ Վեցերորդ քայլը փոքր առօրյա մարտահրավերների առջև է, մարդիկ ակնկալում են մեծ հաղթանակներ, բայց հետախուզությունը ուժեղանում է մշտական ուսուցմամբ։ Ես հանդիպեցի մի երիտասարդի, ով ամեն օր դժվար բան արեց։ Խնդիր եմ լուծում, հիշեցրեց պարբերությունը, կարդաց բարդ տեքստ, մեկ տարվա ընթացքում նրա միտքը կտրուկ էր, որքան ջերմաստիճանի պողպատը։ Անել այսօր նրանք անվանում են այս ճկունություն։ Մենք կոչեցինք կարգապահություն։ Ծերուկը ժպտաց եւ ավելացրեց. Նախկինում։ Իմացեք, նա շարունակեց։ Մտքը չի սիրում գրգռումը, նա ծաղկում է այնտեղ, որտեղ լռություն, կարգադրություն եւ հարգանք կա։ Ես կկիսվեմ եւս մի քանի կանոններ, որոնք կարող են թվալ հիմար, բայց նրանք են, ովքեր խստացնում են հետախուզությունը։ 7-րդ քայլը կազմակերպությունն է, մանրամասները, երբ միջավայրը խառնաշփոթ է, միտքը նույնպես ցրվում է։ Պապս միշտ պատում էր գրքերը եւ պահում գործիքները իր տեղերում։ Խառնաշփոթ գլուխը լավ չի աշխատում խառնաշփոթ աղյուսակի մեջ, ասաց նա։ Ներկայիս հետազոտությունը հաստատում է, արտաքին կարգը հրապարակում է մտավոր էներգիան, փորձեք շտկել ձեր աշխատանքային տարածքը եւ կտեսնեք, թե ինչպես է բարելավվում համակենտրոնացումը։ 8-րդ քայլը կրկնությունն է, շատերը թերագնահատում են իրենց իշխանությունը, նրանք կարծում են, որ եթե նրանք մեկ անգամ հասկացան, դա բավարար է, բայց ճշմարտությունն այն է, որ գիտելիքը միայն իմաստություն է դառնում, երբ անընդհատ վերանայվում է։ Ես հիշում եմ մի ուսուցչուհի, ով տասնյակ անգամներ է կարդում նույն գիրքը, նրանք հարցրին.
Ինչու, նա պատասխանեց. Յուրաքանչյուր ընթերցում նոր բան է բացահայտում, քանի որ ես այլևս նույն մարդն եմ, կրկնությունը խորացնում է հասկացողությունը։ 9-րդ քայլը ուշադիր լսելն է, շատերը լսում են պարզապես պատասխանելու համար։ Իմաստունները լսում են հասկանալու համար։ Ես հանդիպեցի մի վաճառողի, ով քիչ էր խոսում, բայց երբ նա բացեց իր բերանը, նրա խոսքերը ամեն ինչ լուծեցին, ինչու քանի որ նա լսում էր բոլորին, կլանված, վերլուծեց և միայն դրանից հետո եզրակացություններ արեց։ Ուշադրություն դարձնելով այն, ինչ ասում են մյուսները, զարմանալիորեն ընդլայնում են միտքը։ 10-րդ քայլը կապեր տեսնելն է։ Հին իմաստությունը սովորեցնում է, ոչինչ պատահական չէ։ Ամեն ինչ փոխկապակցված է, երբ գիտակցում ես, թե որքան քիչ բաներ են ազդում մեծերի վրա, ինչպես անցյալը կապում է ապագային, միտքը ցատկում է, դա նման է հանելուկ։ Միայն կտորները իմաստ չունեն, բայց տեղավորվելիս ձևավորում են ամբողջական պատկերը։ Իմ ընկերներից մեկը հասկացավ, որ ժամանակը և փողը նույնն են, մեկը գնահատելով, այն գնահատեց մյուսը։ Այս ասոցիացիաները մարդուն ավելի իմաստուն են դարձնում, քան ցանկացած դիպլոմ։ Մի մոռացեք, ավելացրեց ծերունին։ Նա ճշգրտեց կիպը, նայեց աչքերի մեջ և ասաց. Հիմա ես ձեզ կասեմ մի բան, որ շատերը մոռանում են։ 10-րդ քայլը երախտագիտությունն է, ով չի երախտապարտ միայն, տեսեք, թե ինչ եմ պակասում։ Նրա տեսլականը նեղ է որպես միջանցք, բայց երբ շնորհակալություն հայտնեց, միտքը բացվում է, գոյություն ունի ոչ միայն մեղքերը, այլև հնարավորությունները, և ահա թե որքան է սկսվում իրական աճը։ Հնարավորությունները։ Ես հանդիպեցի մի կնոջ, որը ամեն երեկո նոթատետրում 3 բառ է գրել։ Շնորհակալ եմ այսօր, նրա աչքերը փայլում էին այնպես, կարծես նա գիտեր մի բան, որը ուրիշներն անտեսում էին, ժամանակակից հոգեբանները հաստատում են։ Երախտագիտությունը ընդլայնում է ընկալումը և միտքը ավելի արագացնում է, քանի որ երբ շնորհակալություն հայտնես, ուղեղը տեսնում է ակնհայտից այն կողմ։ 12-րդ քայլը սխալներ թույլ տալու համարձակությունն է։ Սխալի վախը սպանում է հետախուզությունը ավելի արագ, քան աղքատությունը։ Շատերը խուսափում են նոր բաներ սովորել, անգրագետ թվացող վախի պատճառով, բայց հրեական իմաստությունը սովորեցնում է. Պարզապես մի կարոտեք, թե ով է ոչինչ չի անում։ Ես հիշում եմ մի երիտասարդի, ով Էմն փորձեց տիրապետել արհեստը, նա կոտրեց մասերը, վատնված նյութը ծիծաղի աղբյուր էր, մինչև տարիներ անց նա դարձավ վարպետ, նրա միտքը հաստատեց գործնականում, ոչ թե տեսականորեն։ 13-րդ քայլը հարցնելու արվեստն է։ Հիմարի վախը հարցնում է, Սեյջը պատասխաններ է խնդրում։ Ես հանդիպեցի մի ծեր մարդու, ով կրկնեց նույն հարցը, մինչև որ հոգնած լինի ուրիշներին։ Նրանք նրան ձանձրալի էին անվանում, բայց նա գտավ լուծումներ, որտեղ մյուսները հրաժարվեցին, քանի որ ինտելեկտը աճում է հարցերով, ոչ թե լուր։ 4-րդ քայլը համբերությունն է։ Հազվագյուտ գիտելիքները դառնում են ամուր, ճշմարտությունը ժամանակ է հարկավոր արմատավորելու համար։ Մեր ավանդույթում մենք տարիներ սովորեցինք տեքստեր, բառով կրկնելով բառը, պապս ասաց։ Իմաստությունը առանց համբերության նման է զամբյուղի ջրի, ամեն ինչ հոսում է։ Այսօր գիտությունը ապացուցում է, ուշադրությունն ու ժամանակը ինտելեկտի ամենամեծ մայրաքաղաքն են։ Եվ ահա, երբ ծերունին շարունակեց, որ միտքը ամրապնդվի ոչ միայն գրքերով կամ թվերով, այն շատ է աճում սխալներ թույլ տալու համարձակությամբ, հարցերով և համբերությամբ, պարզ բաներ, որոնք վերափոխում են ոչ միայն հետախուզությունը, այլև ճակատագիրը։ Քանի որ բաց, երախտապարտ, համարձակ և համբերատար միտքը միշտ գտնում է այն ուղիները, որտեղ ուրիշները տեսնում են մեռած ծառուղիներ։ Նա ժպտաց և իջեցրեց իր ձայնը։ Այժմ դուք գիտեք, որ բավականաչափ հասկանալու համար խելքը առեղծված չէ, դա աշխատանք է, բայց ես ձեզ կտանեմ վերջին քայլերը նկարը լրացնելու համար։ 5-րդ 10-րդ քայլը կիսելն է, ով գիտելիքն է պահում միայն իրենց համար, ժամանակի ընթացքում կորցնում է այն։ Ով է բաժանում, ամրացնում է ինտելեկտը, ուսուցիչը, որը ես սովորել էի ասել։ Ես 2 անգամ սովորում եմ ուրիշներին, չու շմարիտ։ Բացատրելով, միտքը ավելի ուժեղ կապեր է անում ձեր գիտածի միջև։ 6-րդ քայլը ինքներդ ձեզ դիտարկելն է։ Քնելուց առաջ պապս հարցրեց. Ինչ արեցի այսօր իմաստուն լինելու համար, երբեմն պատասխանը համեստ էր։ Ես կարդում եմ էջ, բայց այս էջերն էին, օրեցօր, ով նրան վերածեց իմաստուն մարդու, ինքնասիրությունը հայելին է, առանց որի միտքը կուրանում է։ 7-րդ քայլը գիտելիքներն ու գործողությունները միավորելն է։ Մեր ավանդույթում մենք ասում ենք. Իմաստությունն առանց պրակտիկայի մեռած նամակ է։ Կարող եք կարդալ 1000 գիրք, լսել 1000 պատմություն, բայց եթե չեք դիմում, միտքը չի զարգանում։ Ես տեսա մի մարդու, ով տարիներ անցկացրեց բիզնես սովորելու, բայց երբեք չի սկսվել։ Նա շատ բան գիտեր,
Բայց մնաց աղքատ, մեկը, ավելի քիչ տեսով, գործեց եւ իմացավ ճանապարհին, նրա ինտելեկտը հաստատվեց, թե ինչու է գործնականում փորձարկվել։ Տարեթև քայլը ընդմիջումներին հարգելն է, մենակը մոմի նման չի կարող այրել աննկատ, մեր մշակույթում շապատ, հանգստի մարզում է, մի օր առանց աշխատանքի, առանց աղմուկի, այս լռության մեջ ինտելեկտը մաքրում է իրեն, դառնում է ավելի պարզ եւ ավելի հզոր, ժամանակակից գիտությունը հաստատում է, ամենախորը գաղափարները հանգստանում են։ Ծերուկը խորը նայեց եւ ասաց. Եթե այս քայլերից ընդամենը 3-ը վերցնեք եւ մեկ շաբաթվա ընթացքում դրանք գործադրեք, կտեսնեք։ Ձեր միտքը կփոխվի, մարդիկ կնկատեն, որ դուք ավելի պարզ եք խոսում, ավելի խորը մտածում եք, տեսեք, դա հրաշք չի լինի, բայց ազնիվ աշխատանքի արդյունքը։ Հիշեք, հետախուզությունը նվեր չէ, սովորություն է, եւ եթե փոխեք ձեր սովորությունները մեկ շաբաթվա ընթացքում այն կկազմի 70% ավելի պայծառ, եթե համառեք, մի օր դա ավելի իմաստուն կլինի, քան երբևէ պատկերացրել եք։ Դուք թույլ չեք։ Դուք պարզապես մոռացել եք կարգապահության եւ նպատակի ուժը, վերականգնել այն։ Գաղտնիքը, նա շարունակեց, հազվադեպ ոգեշնչումների մեջ չէ, բայց ամեն օր կրկնվող փոքր քայլերում։ Ես ձեզ կտամ իմ կյանքի օրինակներ, երբ ես տղա էի, տանը թանկարժեք գրքեր չէինք ունեցել, միայն մաշված Աստվածաշունչ եւ որոշ դպրոցական նոթբուքեր։ Դրանից հետո ես որոշեցի. Ես պատրաստվում եմ մի օր գաղափար գրել, սկզբում դա նման էր խաղի, բայց մեկ տարվա ընթացքում նոթբուքեր էին, որոնք լի էին արտացոլելով, այդ գրառումները դարձել են իմ գանձը, ես հասկացա, որ եթե ամեն օր գոմում հացահատիկ եք պահում, մի օր այն կլուծի։ Նույն տրամաբանությունը վերաբերում է մտքին, ժամանակակից մտածողներն ասում են նույնը։ Փոքր սովորությունները մեծ վերափոխումներ են առաջացնում, 1000 անգամ կրկնվող քայլը արժե մեկ անգամից ավելի քան 1000 քայլ, ինտել։ Launcher ամրապնդվում է համակարգով, ոչ թե պատահական։ Ես ձեզ ասում եմ մեկ այլ պատմություն, մենք ունեինք մի հարևան, ով սիրում էր ցույց տալ իր հիշողությունը։ Նա գիտեր երգեր, մեջբերումներ, խոսեց չմշակված, բայց երբ ես պետք էր խնդիրներ լուծելու համար, կորած էր, արդեն մեկ այլ հարևան, հանգիստ, քիչ խոսեց, բայց ամեն երեկո գրել է այն, ինչ նա սովորել էր օրվա ընթացքում։ Տարիներ անց առաջինը պարզապես պատմող էր։ Երկրորդը իմաստուն խորհրդատու, քանի որ հետախուզությունն այն չէ, թե որքան եք պահում, բայց ինչ եք անում ձեր գիտածի հետ։ Եվ կա ևս մեկ ճշմարտություն։ Մտքը դժվարություններ ունի, երբ կյանքը հեշտ է, ինտելեկտը քնում է, երբ խոչընդոտները ծագում են, նա փնտրում է նոր ուղիներ, դրա համար մենք ասացինք. Խոչընդոտը պատ չէ, դա դուռ է, երբ ես խնդրի առաջ կանգնած էի, հարցրեցի. Ինչ է նա ուզում ինձ սովորեցնել, եւ դա եկավ ավելի իմաստուն։ Այժմ արտացոլեք։ Դուք կարող եք կարդալ այս տեքստը, լսել պատմություններ, գլխով քնել, բայց եթե վաղը քայլ չի ձեռնարկում, գաղափար չգրելը, ոչ թե հարց տալ, ոչ լռեցնել աղմուկը, ոչինչ չի փոխվի, միտքը միայն աճում է գործողությամբ։ Ծերուկը հենվեց եւ շշնջաց. Փորձեք մեկ շաբաթ, ընդամենը 7 օր, ամեն օր քայլեք մի քայլ։ Գրեք, լսեք, հարցրեք, կարդացեք, կիսվեք։ Մեկ շաբաթվա ընթացքում ձեր միտքը ավելի պարզ կլինի, մեկ ամսվա ընթացքում ավելի ուժեղ, մեկ տարվա ընթացքում դուք կլինեք մեկ ուրիշը։ Նա հառաչեց եւ բացահայտեց վերջին գաղտնիքը, պարզ, բայց հզոր։ Հետախուզությունն այն չէ, ինչ ունեք, դա այն է, ինչ անում եք նրա հետ։ Ես տեսա հարուստ տղամարդիկ դատարկ տեսքով։ Նրանք փող ունեին, բայց ոչ իմաստություն, եւ ես տեսա աղքատ արհեստավորներին, որոնց բառերը արժե ավելին, քան ոսկին, տարբերությունը սովորություններում էր, ոմանք այրել են շտապի օրերը։ Մյուսներն ամեն րոպե հաշվում էին, յուրաքանչյուր մտքեր, յուրաքանչյուր մետաղադրամ։ Հետախուզությունը գեղեցիկ բառեր չէ, դա հարգում է փոքրիկի նկատմամբ։ Հիշեք, մեկ շաբաթվա ընթացքում դուք կարող եք փոխել ձեր կյանքի ուղղությունը, եթե սկսեք հարցնել ինչու։ Դա տեսություն չէ։ Դրանք պարզ քայլեր են, ինչ կարող եք անել այսօր։ Նախ նոթատետր վերցրեք եւ սկսեք գրել, գրեք 3 գաղափարներ, որոնք եկել են ձեր օրը։ Երկրորդ, հարցրեք ինքներդ ձեզ. Ինչու եմ անում, ինչ եմ անում, այս հարցը 10 գրք կբացվի ավելի շատ դռներ։ Երրորդ, ամրագրեք 1 ժամ լռություն, թող որ դա լինի հանգստության մի պահ։ Չորրորդ, շնորհակալություն ձեր ունեցած 3 բանի համար։ Հինգերորդը, վաղը, առաջին հերթին արեք ամենադժվարը։ Այս 5 քայլերը կլինեն ամեն ինչի սկիզբը։ Այս 5 քայլերը կլինեն ձեր ելակետը, մեկ շաբաթվա ընթացքում դուք կնկատեք տարբերությունը։ Ավելի թեթև մտքեր, լսելով ավելի ուշադիր, ավելի արագ հասկանալու, դա չի լինի մոգություն։
Դա կլինի կոնկրետ արդյունքը հարգելու կարգապահությունը, ինչպես ասում է հրեական իմաստությունը։ Միտքը նրա ամենաարժեքավոր հարստությունն է, ոչ ոք չի կարող այն ձեզանից դուրս բերել, դուք թույլ չեք։ Դուք պարզապես մոռացել եք կարգապահության և նպատակի ուժը, վերականգնել այդ ուժը, սկսեք հիմա, առանց արդարացումների։ Այստեղ մենք միասին սովորում ենք ավելի իմաստուն և ուժեղ դառնալու համար, միանգամից մեկ քայլ, մեկ շաբաթ մյուսը, ուղին պարզ է, բայց դա գործողություն է պահանջում, և գործողությունը սկսվում է այն ժամանակ, երբ որոշում եք, որ այսօր օրն է։